հարցին ներեցիք ձեր թիմակիցներին, որ այդ ամենը այդպես հարայնացրեցին, այդպես շատ հաճախ կա նաև հանրապետություն, այդպես հումորի ծաղկի արարքադարձան, այդ ամենը ներեցիք։ Հիմնական անդամներից եք այդ փոքր հարցը այդպես բարձրացրեցին։ Դուք եք բարձրացրել։ Եթե փոքր հարցը չբարձրացնեն։ Դուք ինքներդ ձեզ հակասում եք, կամ ասում եք ներեցիք, հետո ասում եմ, որ ներելու ոչ մի առիթ չեք տեսնում, հետո ասում եք այդ փոքր հարցը բարձրացնել։ Փոքր հարցը էլ ի՞նչ կա ներելու։ Մեկ կուսակցական նեղ հարց է։ Բացի դրանից ես չեմ համարում, որ ինչ-որ չարամետության կարգը, այդ կարգի համապատասխանությունների պահի ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։ Ես տարօրինակ բան եմ տեսնում, երբ որ անիմաստ թեմաները փքվում են, այդպես տարօրինակ բան եմ տեսնում։ Ներողություն, պարոն Արշակյան, հազարանգամ կներեք։ Պարոն Արշակյան, ինչով եք վստահ, որ օրինակ այս ընտրությունները վարչության ընտրությունների պես չեն ձախողվի հայտնի դեպքի հետ։ Ես չեմ համարում, որ որևէ մեր արած ընտրություն ձախողվել է։ Ավելի լավ, ոչինչ, վերահաշվարկը նորմալ բան է։ Տեխնիկական հարցեր են, հնարավոր է ինչ-որ տեխնիկական թեթևություն եւ վերահաշվարկել դրա համար է, որ որևէ մեկի մոտ հանկարծ կասկած չառաջանա, որ այդտեղ տեխնիկական հարցերը լուծված են։ Ես ձախողման մասին ձեր կարծում եմ, որ չափազանցված եւ ոչ տեղին գնահատական է։ Եվ ես ձեր ուշադրությունը ուզում դարձնեմ ոչ թե տեխնիկական հարցերի վրա, այլ բովանդակային հարցերի վրա, որ այսօր Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցությունը իր ներսում այնպիսի համակարգ ունի, որը դեմոկրատական ամենաբարձր ստանդարտներին է համապատասխանում, ես կարծում եմ դա գնահատելի է եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդն դա գնահատի։ Պարոն Արշակյան, եթե չեմ սխալվում, ես նոր եկա Ֆորչին։ Դուք հայտարարել եք, ես բարձրանալու եմ վերև, ուղղակի ձեր հետ խոսենք,